Չզիջող չկա, կա վատ բանակցող։ Ամիսներ տևած համառ պայքարից, լարված բանակցություններից ու ճնշումներից հետո Վաշինգտոնն ավելի քան 350 միլիարդ դոլար արժողությամբ ընդերքի համաձայնագիր է ստորագրել Կիևի հետ։ Այսպիսով Միացյալ Նահանգները հասանելիություն է ստանում Ուկրաինայի բնական ռեսուրսների վաճառքից ստացված եկամուտներին։ Դոնալդ Թրամփը վերջնականապես կոտրեց ուկրաինական ռեժիմին, ստիպելով ռազմական օգնության դիմաց վճարել անհետացող պետության ազգային հարստությամբ։ Այսպես են արձագանքել Ռուսաստանից։ Աննախադեպ համաձայնագրի ստորագրումը հաստատել են Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունն ու Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը։ I am glad to announce the signing of today's historic economic partnership agreement. Ուրախ եմ հայտարարել, որ շնորհիվ երկարատև խաղաղություն ապահովելու նախագահ Թրամփի անխոնջ ջանքերի Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան տնտեսական գործակցության պատմական համաձայնագիր են ստորագրել։ Պատրանք թե փոխշահավետ գործարք ստորագրված համաձայնագրով կստեղծվի Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ։ Այս տնտեսական համագործակցությունը թույլ է տալիս երկրներին աշխատել միասին, ապահովելու, որ ընդհանուր ակտիվներն ու կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը։ The Development Finance Corporation will participate. Զարգացման ֆինանսավորման կորպորացիան կմասնակցի եւ կօգնի ստեղծել այս հիմնադրամը եւ կգործակցի Ուկրաինայի կառավարության հետ։ Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանի ղեկավարությանը, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղության գործընթացին, որը երկարաժամկետ հեռանկարում կենտրոնանալու է ազատ, ինքնիշխան եւ զարգացող Ուկրաինայի վրա։ Պատմական փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել է նաև Սպիտակ տան ղեկավարը։ We made a deal where our money is secure, where we can Մենք մի գործարք ենք կնքել, որտեղ մեր փողերն ապահով են։ Մենք կսկսենք հորատման աշխատանքներն ու կիրականացնենք այն, ինչ պետք է։ Սա իհարկե լավ է նաև ուկրաինացիների համար, քանի որ այնտեղ կլինի Ամերիկայի ներկայություն։ Սա իր հերթին նշանակում է, որ վատ խաղացողները հեռու կմնան երկրից, կամ առնվազն այն շրջանից, որտեղ մենք հորատման գործունեություն կցավալենք։ Նավթի, գազի ու ածխի մեծ պաշարներից բացի Ուկրաինան ունի նաև խիստ կարևոր քիմիական տարրեր ու հանքանյութեր՝ գրաֆիտ, տիտան, լիթիում, ցիրկոնիում։ Դրանք մեծ պահանջարկ ունեն վերականգնվող էներգիայի, ռազմական տեխնոլոգիաների, տիեզերագնացության եւ ենթակառուցվածքների մեջ։ Ուկրաինայի հանքանյութերի 20%-ն ու հազվագյուտ մետաղների հանքավայրերի մոտ կեսը ռուսական վերահսկողությանն անցած արևելյան հատվածում են։ Թեպետ համաձայնագիրը չի ներառում Կիևի համար կենսական նշանակություն ունեցող անվտանգության երաշխիքներ, գործարքը կարծես մի քիչ մեղմել է կողմերի միջև լարվածությունը։ Վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է արդեն տրամադրված օգնության վերադարձման նախապայմանից, որը նախկինում հնչեցվել էր որպես 500 միլիարդ դոլարի հանքանյութերի պահանջ։ Համաձայնագիրը կօգնի Ուկրաինային ներգրավել զգալի ռեսուրսներ երկրի վերակառուցման համար, խթանել տնտեսական աճը եւ ստանալ նորագույն տեխնոլոգիաները մեր գործընկերներից եւ ռազմավարական ներդրողից՝ Միացյալ Նահանգներից։ Ուկրաինայում հուսով են, որ պատմական գործարքը կարող է մեկնարկային կետ դառնալ պատերազմը դադարեցնելու գործընթացում։ Հանքավայրային շրջաների բնակիչներն էլ հավատում են, որ երկրի բնական հարստությունն օգուտ կբերի հասարակ ուկրաինացիներին։ Հուսով եմ, որ այս ամենին ներգրաված մարդիկ կմտածեն Ուկրաինայի ժողովրդի մասին, քանի որ ընդերքի հարստությունը պատկանում է ժողովրդին։ Մենք ուկրաինացիներս տպավորություն ունենք, որ մյուս կողմն օգտվում է մեր խոցելի լինելուց։ Խոցելի ենք դարձել միայն ու միայն այն պատճառով, որ մեր երկիրը հարձակման է ենթարկվել։ Այժմ կարծես Ամերիկան դրանից օգտվում է, որպեսզի գումար աշխատի մեզ տված օգնության դիմաց։ Համաձայնագրի կնքման ֆոնին ուկրաինական տարածքները շարունակում են ենթարկվել օդային հարձակումների։ Այս գիշեր ռուսական անօդաչու թռչողսարքերի թիրախում է հայտնվել Օդեսան, առնվազն 10 պայթյուն է որոտացել։ Գործի է դրվել ուկրաինական հոբ համակարգը։ Դրոններից մեկը հարվածել է բնակելի թաղամասի, վնասվել են բազմահարկ շենքեր, մասնավոր տներ, դպրոց, սուպերմարկետ ու ավտոմեքենաներ։ Հրդեհներ են բռնկվել, նախնական տվյալով զոհվել է 2 մարդ, կա 5 վիրավոր։ Հզոր պայթյուններ են որոտացել նաև Խարկովում, ռուսական անօդաչուներն ու հրթիռները հարվածներ են հասցրել արտադրամասերից մեկին, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Ուկրաինական կողմի պնդմամբ գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդուժն արձակել է 100 անօդաչու։
Ուկրաինացիները փորձել են հետ չմնալ ռուսներից։ Ուկրաինայի բանակն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքի շուկայի վրա։ Հաղորդվում է 7 զոհի, ավելի քան 20 վիրավորի մասին։ Նահանգապետը հայտնել է, որ հարձակումը սկսվել է այն պահին, երբ շուկայում բազմաթիվ մարդիկ են եղել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։